Դուք Գարեգինբեի հեռացման պահանջին ինչպես եք վերաբերվում։ Եթե իրականությանը համապատասխանում է, եթե ինքը կուսակրոն պետք է լիներ, բայց այդ չի, ու շատ բաներ ենք լսել, եթե դա հաստատում է, ուրեմն դեմ ենք։ Սեփականություն պետք է չունենար, վիլաներ պետք է չունենար, Բենթլիով պետք է ման չգան իրանք, չէ՞։ Ինքան պետք է ծառայեն ժողովրդին։ Շուտ պետք է հանային։ Ինչու։ Իրանը որ դրել էր, նրա հետ միասին ինքն էլ պետք է դուրս գար։ Դուք Գարեգինբե կաթողիկոսի հեռացման պահանջին ինչպես եք վերաբերվում։ Դրական։ Եթե ընտանիք, ես դրան լավ եմ վերաբերվում, եթե ընտանիք ունի։ Իսկ մնացած մեղադրանքները հարստություն ունի նրա եղբայրը։ Հարստությունը բոլորն էլ հարստություն ունեն։ Խի պետք է ինքը չունենա։ Բայց ինչպես։ Բոլոր հայերը պետք է հարուստ լինեն, իմ կարծիքով։ Նորմալ։ Ինչու։ Տենց եմ զգում, տենց եմ արտահայտվում։ Իսկ նորմալ է հոգևորականների ձերբակալությունները վերջին։ Հա։ Տավյալ անձանց համար, հա։ Вообще այդ մասին չեմ ուզում խոսամ, потому что չեմ հավատում իրան։ Ում չեք հավատում։ Գարեգինի։ Ինչու։ Ինչու։ Потому что վատ է իրան բահում։ Նորմալ։ Դրան պետք է հեռացնել։ Անում են այն ինչ ցանկանում են։ Ինչ ցանկանում են։ Պապ թագավորը իր ժամանակին ամբողջ հոգևորականությանը լարեց Հայաստանից, ամբողջ հոգևորականությանը։ Հետո կամաց այդ հայ-պարսկական պատերազմի ժամանակ նորից ժողովուրդը միացան, ժողովուրդը մի ամուր կերպով ելան պարսիկների դեմ։ Կներեք ուղղակի թեմայից խոսենք։ Օրինակ վարչապետը նշում է, որ նա ընտանիք ունի, նրա եղբայրը, որ Մոսկվայում է, հարստություն ունեն, տարբեր մեղադրանքներ կան։ Ըստ ձեզ ճիշտ է դրանք։ Այո, ես չեմ տեսա անձամբ, ամենայն դեպս շատ վաղուց է այդ բանանում շրջանառվում այդ պահը։ Իմացաք, դրա համար էլ ժողովուրդը հիասթափված է շատ, թե ընտրությունները ինչպես կանցնեն, ոնց կանցնեն, դա արդեն անհայտ է։ Ինչ ձևով կանցնեն անհայտ է։ Նաև մեղադրանքներ կան, որ կաթողիկոսը քահանաներին ստիպել է ցույցերին մասնակցել ընդդիմության։ Կաթողիկոսի մոմենտով սենց է։ Ինքը շատ վատ բաներ քայլեր արել է։ Այդ քայլերի համար ինքը պետք է պատժվի։ Պատիժն էլ տվել են, տարել են 2 ամսով իշքան չեմ հիշում։ Կալանքից հետո ելնելու է նորից կալանավորելու են, որովհետև ինքը իրան հոգևորականի նման չի պահել։ Եկեղեցուն չի նայ ոնց որ պետք է, եկեղեցին մերն է, չէ, ժողովուրդն է։ Եկեղեցուն ինքը չի նայ ոնց որ պետք է։ Դե մարդը ապրում է, պետք է ընտանիք չունենա։ Բա այտենց եկեղեցական օրենքներով չպետք է ունենա։ Պետք է չունենա։ Դե այն ժամանակներն էր, որ այդքան խիստ էր։ Հիմա ասենք մարդը ոնց որ անիմաստ ապրի էլի, բա մի երեխա, մի զավակ չունենա, որ իր համար մտածի։ Ճիշտ է, բանի վարչապետի առաջարկը ճիշտ։ Կաթողիկոսը, այո, նա վաղուց էր պետք է հրաժարական տար։ Ինչու։ Ինչու, որովհետև ինքը ճիշտ չի եղել, ճիշտ չի իր մոտ ոնց որ բիզնեսման է բաց սարքել իր մոտը, չգիտեմ, կներեք։ Մի հարց էլ կներեք, իսկ մեղադրանքները, որ նա ընտանիք ունի, հավատում եք։ Ճիշտ է, այո, հավատում եմ, այո, ճիշտ է ունի, որը չի կարելի։